Շատ ու շատ անգամ խորել եմ ինքս ինձ ասել, ով գիտե, եթե ես ստիպեի խղճիս լրեր, և եթե ես մոռանայի, որ ես մի ստրուկ եմ, որ առակները հորինում կենդանիների մասին, որպեսզի մարդիկ լավ լինեն, ով գիտե, չի ենթարկվի գայթակղության, բայց մարմինը սովոր է տանջվել մտրակի տակ, հազիվ է մի բան դիպչում նրան, որ նախազգուշացնում է ինձ գոչելով հանգստացիր, հիմար, ոչ մի ցանկություն, ոչ մի ցավ, ոյ, եթե ես կարողանայի ստիպել խղճիս լրեր, գուցե ես ինքս երազեի, որ մենք գտնենք միմյանց, ինչպես երկու ջահել կենդանիներ, որ հանդիպում են մթին անտառում և միանում են, որպեսզի հետո յուրաքանչյուրը գնա իր եկած ճանապարհով։ Իսկ ինչու այդպես չանել, հա։ Որովհետև իմ մեջ դեռ կա մի բան, որ մտրակը չի կարողացել կոտրել, ինչ որ անորսալի բան, որն ավելի է ծանրացնում պատիժը և անանցանելի պարիսպ է քաշում բոլոր բավականությունների առաջ։ Ինչն է դա, հա։ Խայտը, խղճիս խայտը սիրելիս։ Ես շատ էր ուզում Ֆրունզը նկարիչ դառնար, շատ անչափ շատ էր ուզում, բայց Ֆրունզը դարձավ դերասան, դրա համար հերս ադում էր Ֆրունզին, և ինչը դարձավ պատճառ, երբ որ հերս գրգեց ու համբուրեց Ֆրունզին։ Մի օր ներկայացման ժամանակ ինքնագործ խումբ կար Լեննագանի տեքստիլ գործարանի տեքստիլ ակումբը։ Բոլորը նստած նայում էին Ֆրունզին, բեմի վրա, հանկարծ հայրս ներս մտավ։ Ու ամբողջ դահլիճը, դե նույն ժողովուրդն է, նույն թաղի ժողովուրդն են, լռեցին։ Հայրս հանգիստ քայլերով այդ նստարանների միջանցքով գնաց, ավան սցենայի մոտ կանգնեց, լուռ նայեց Ֆրունզին։ Հետո նույն ձևի լուռ հետ դարձավ ու դուրս եկավ։ Ես, մայրս, երկու քույրս տագնապի մեջ վեր կացանք ու փախանք դեպի տուն։ Գնացինք ու տեղաշորերի մեջ։ Բացվեց դուռը, մեզ մտավ հայրս, ադյալների տակից նայում ենք։ Ֆրունզը վազեց, կուչ եկավ ու պարգեց։ Հայրս գնաց, պարգեց Ֆրունզի ոտքերի տակ ու կուչ եկավ նույն ձևի։ Այդտեղից սկսվեց Ֆրունզի տարերքը։ Թատրոնից կուշանամըսի այր։ Ես մարդիկ քեզի կաշեն, ինչ են որ հասարակ մարդիկ են, դու ուրիշ ես, մենք ուրիշ ենք, մեր բաժակ ինչ որ մեզ ետ չես խմե։ Ամո թե չէ, կամ թե չէ մի ատամ գրիչ չունիս ստորագրությունդ ֆռցնես ու մեզի տաս ինչ որ ադստմանյան դերասան, Արմենո դե Ռուբենելլո։ Են օրը թատրոն է եկել, դու են ինչը կխաղայիր, ինչը կխաղայիր, ինչ որ մորուց բնական եղնիր, սաղ դալիճը խելրավ ընգավ, լտրեք սր ցիլինդրին աշեկլ է, միադմ կարելի է ծեր ցիլինդրը, դրեմ գլխիս, ինչ որ չկենեիր, յա Չարլի բես ֆասոնի, Ботинки Чарльстони, жена моя родила крокодила. Па-ба-ба-ба-ба, па-ба-ба-ба-ба, ба-ба-ба.
Գեդինը մտնիս, հերդ քեզի պերաշկի բերերոր երթաս բեմի վրա կաբիկություն են, ես? Սաղ աշխարի վրա հերդ է խնդաց, եմի աշխար հորդ վրա կխնդացնես, իսոր ցիլինդերը ուրա միատ։ Նրա ամեն մի դերը մի ինքնատիպ, բարձր, ասելիք ունեցող դերակատարում է։ Ես նրան միշտ մեծագույն բառը այստեղ չեմ ժլատություն անի, միշտ մեծագույն բառը կդնեմ Մեհեր Մկրտչյանի կողքին։ Դերասան, ռեժիսոր, թատրոնի, կինոյի, ես ուղղակի ամեն անգամ նրա հետ հանդիպելիս զարմանում էի, հատկապես արվեստի, հատկապես նկարահանման հրապարակում, որ նա կարող էր ռեժիսորին մի էպիզոդի համար այն հանձնարարությունը, որ տալիս էր, մի 30 վարիանտ առաջարկել։ Մենք շատ վեճեր ենք ունեցել, անչափ շատ։ Դա կյանք է, դա այդպես է եղել, այդպես է նկարվել։ Եվ ամենակարևորը, որ մենք իրար հասկանում էինք։ Դերասանի հատկության մեջ պիտի լինի, որ տեսնի կռիվը ռեժիսորի հոգում, որ ինքն էլ կամ մասնակցի այդ կռվին, կամ հրաժարվի։ Դու կրնաս սև դուք տաս։ Չեմ կրնա, ես էլ չեմ կրնա։ Հələ ինչ աղկաշ է, ոչխարի աչքին աշ է։ Բանտը, հələ դոր կրխի կարմիր բանտին աշ է։ Ոչխարը կրնա բանեն է, սև թուղթ ուտ է։ Չի կրնա ուտ է։ Հələ դոր աշկը ինջեղ սիրուն է։ Դու գուզես սև թուղթ ուտես։ Ինչ սև թուղթ, Նիկոլ։ Քեզ ուզե ուտե, ես կուտե։ Ինչ կենես, Նիկոլ։ Մեհեր Մկրտչյանը, երբ որ նկարում էի ֆիլմը, երկու օր տանից դուրս չեկավ։ Արդեն կազմակերպում էինք, բանում կանում, 9 օրերի երկու։ Վերջը, երրորդ օրը դուրս եկավ, ասեց ես պատրաստ եմ։ Գնանք նկարել։ Իջանք ներքև եկեղեցու բակում։ Սկսեցի նկարել։ Եվ ես առաջի անգամ տեսա, ոնց ինքը սև թուղթը հանեց ու սկսեց ուտել։ Սև թուղթը։ Դա մի հզոր երևույթ էր, որը ապշեցրել էր շատ ու շատ երկրների։ Ոչ միայն Հայաստանում, ոչ միայն մեզանում, այլ ամբողջ խորհրդային միությունում սիրված դերասան էր։ Եվ այդ սիրված դերասան լինելը գալիս է նրա ներքնաշխարից ի վերուս տված Աստծու կողմից տված նրա տաղանդից։ Ես երբեմն մտածում եմ, ում հետ կարող եմ, չնայած վատ բան է, միշտ համեմատությունը։ Ես Ֆրունզիկ Մկրտչյանին, Մեհեր Մկրտչյանին, նրա ժողովրդականությունը համեմատում եմ Հրաչյա Ներսիսյանի հետ։ Albat simghera tu damana les odamets mgheri Մոսկվայի կինոյի տանը հաճախ էինք հանդիպում Գեորգի Դանիելյանին, ֆիլմերի պրեմիերաներ էր, հանդիպումներ էր, մի խոսքով մի օր ասացի, գիտեք, Մեհեր Մկրտչյանը ձեզ այնքան էր սիրում, ասեց ճիշտ է ինքը ինձ սիրում էր, բայց հիմա արդեն տասնյակ տարիներ է ես իրան եմ սիրում, ես իրա մասին եմ խոսում, իրան ներկայացնում եմ, նա հիացած էր, Մեհեր Մկրտչյան արտիստով, այս բառը արդեն պետք է արտիստ ասել, նա գտնում էր, որ Մեհեր Մկրտչյանին մենք վատ ենք բացել։ Այդքան նկարահանել ենք, պատկերացնում եք, բայց էլի գտնում էր, որ վատ ենք բացել։
Потому что я вспомнил, что говорят, когда ты родился, все смеялись, только ты плакал. Дай Бог жить. Ты думаешь, что я тебе говорю, что... Հայաստանի ժողովրդական արտիստեր, բայց ժողովուրդը անընդհատ ուզում էր, ինչու չտվեցին սովետական միության, էլի ժողովրդական արտիստ, ու արդեն ներկայացրել էին Armen Press-ից ֆիլմ թերթի խմբագրություն ընկերս զանգեց, թե արդեն հրամանագիրը ստացվել է։ Երբ որ հանդիպեցինք, շնորհավորեցի, Մհեր Մկրտչյանն ասեց. «Ա Ռոբերտ, նույն մարդը չեմ, ինչ փոխվեց որ իմ մեջ»։ Իսկապես մեծը հանճարեղը այդպես անդ նրա մեջ ոչինչ չփոխվեց, նույն Մհեր Մկրտչյանը մնաց, նույն ասելիք ունեցող, նույն մարդը, նույն նկարագիրը։ Ռուբեն ջան, Հաջան, սիրտս մատ է։ Էնո քեզից արագ կվասեմ։ Այդ լակոտները ես մի ուր դեր են հասել։ իմ սիսևատ, դու ես վազելով միջև Բեռլին եմ հասել։ Իդոք ովեր որ ձետ կրանան ոտ կցել, մեկ է ուրեր վազել ստեղ պտի կան։ Երգիրը կլոր է։ Այ մարդ գլխի զոր մի դուր ես էլ չեմ կնա վազե։ Ես գլխի զոր կուտամ, էդի խոմ ես եմ ես, էդի միադը մարդասամանցի ես է։ Գիտեմ, Ջորդանը Բրունոնը ես է, դու համարը վարրել են։ Այ դոր մարել դու են ընձի կվարես։ Ես քեզի կվարեմ, վայ ամոտ քեզի։ Յա, ելիս կսեցին աղջի, ինչ կոզ ունիս հետս կվազես, հետո ինչ որ իրար հետ կվազենք, մենք բաշնված մարդիկ ենք ու վերջացավ։ Ոչ մի բան ավել նոր չէր անում։ Նա ինչ որ զգում էր, քաշում էր իր մեջ աշխարհում, ինչ որ կա։ Իր մեջ մնում էր ընդամենը տխրությունը, դրա համար նրա աչքերը միշտ տխուր էին։ Ծիծաղելին այն ժամանակ էր, երբ որ ինքը ցանկություն ուներ շրջապատին ուրախացնելու։ Եթե ցանկությունը չկար, ապա ինքը լուռ էր միշտ։ Եկած մի հատ գնացել ենք խաշ եկել, խաշ, երեխաց։ Ինքն էլ եկել, ուրեմն մի ժամի մի տարել կա, երկուս ես կերել եմ, բան որ գոտով 3 օր կուշտ ես մնում, էլի։ Եկա խաշ ես, չէ՞։ Լավ է, էլի, շատ օր ես, լավ է, էլի, բայց սխտորդ է, բան։ Ուրեմն եկան ներկայացումը, ես այնտեղ եմ կանգնած։ Քոչարյան Ալեքսանը այստեղ է կանգնած։ Այնտեղից հանգստացեց տա-տա, ասեց, այս ինչ ռազմի ձայն է։ Ալեքսան այնտեղից ասեց, չոյ, արի, ու թափով։ Ես եկա, շոցեցի, թափով ասի, Ֆորդեբրանց տետեր, Ֆորդեբրանց։ Ֆորդեբրանց տետեր Թապազյանը, որ Լեհաստանից հասությամբ դարձել Սիվագամը, պրովերցումը դարացել, Թապազյան ասեց, ես մերնում եմ, որացյալ, իսկ դու մնում ես, սունես, շանլագոտ, այլևս խաշ չուտես։ Արմեն Ջիգարխանյանը մի դեպքում արտահայտվել է մի բան, որ ով որ ուզում էր ճանաչել դերասան Մհեր Մկրտչյանին, նա պիտի նայեր թատրոնում, որովհետև թատրոնում բեմադրության ժամանակ նա ապշելու ստեղծագործում էր հենց տվյալ վայրկյաններին։ Այսպես թատրոնն է լավ թե կինոն, չէ? Театр – это жена, а кино – любовница. Իսկ հիմնականում, ոսպես թե թատրոնն լավ թե բառացմա, кино – это да, а театр – нет. Մանա եղել այդ մարդու կյանքին, որ ուրիշներին ուշարարություն արել է միշտ էլ, բայց ինքը շատ շուտով իսպար մռսվել։ Ես միշտ մնացել եմ մութի մեջ կանգնած մի ստվեր, երբ ուրիշներ հենց իմ վրայով բարձրացել են վեր, քարելու պարկի հաճույքը բսել։ Բայց ես մի բան կասեմ, որ Մոլերին պետք չի գա բլավ,
Աստանքշի պոետ եւ փիլիսոփա երաժշտագետ նավհեգնաբան ֆիզիկոս ինչպես եւ ճամփորդ օթային այլև սիրահար բայց ոչ երոպտին Հերկյուլ Սավինին Սիրանո դբերժերակ Նրա բոլոր կերպարները եւ վերջո կերպարները այսինքն խմորումները կարելի ասել ոչ թե կերպարները այդ բոլոր խմորումները ի վերջո թատրոնից էր գալիս Անառակինը մաքուր ավելի բրիթարդար, որովհետև ներփացուցիչ թեփքանցանաց ունի եղել, որովհետև այդ ներփացուցիչ թեփքանցանացն է իտալերեն, ալմաներեն, քաղիերեն, ֆրանսերեն ունի եղել, որովհետև սերականը ծեր կամ դիգեղ չի եղել, որովհետև սիրելու թիդավորությամբ սիրած չի եղել, այդ թիպվածով սիրած եղել, որովհետև փարի նպատակով սիրած եղել, որովհետև չար նպատակով սիրած չի եղել, որովհետև փարեգործություն ունելու համար սիրած եղել, որովհետև թուրը փած կտածես մտածե, որովհետև թուրը փած կտածես մտածե, որովհետև չունի բան Մենք քիչ մգա հասկնանք այդ հաստաբանությունը։ Մենք ասել հոգևորը խորնած ենք ժամանակին։ Ադակներ բացիկ փալերը գալողներին չեն։ Բայց massայականության առումով, որն ան massայականությունը իհարկե կինո։ Եվ Փառք Աստծո, որ կինոյում նրան շատ նկարահանեցին։ Նորից եմ կրկնում, հատկապես Մալյանը։ Ես այսօր ցավով եմ մտածում, որ մենք չունենք հրաշք մեծագույն դերասան Վահրամ Փափազյանին։ Այս կամ այն չափով Հրաչյա Ներսյանը պահպանվել է մի փոքր։ Գուրգեն Ջանիպեկյան չեն պահպանվել։ Ավետ Ավետիսյան ինչեր կարող էին անել։ Վաղարշյան այդ բոլոր չի պահպանվել։ Ցավոք սրտի տեխնիկան էլ թույլ չի տվել։ Իսկ մենք խնայել ենք ամեն մի մետր ժապավենը, մինչդեռ կարելի էր մեր մեծերի համար չխնայել։ Արեստին մեծն ու պզդիկը չկա։ Ամեն արեստ իր արժեքն ունի, ինչու։ Չէ, չունի սեր ինչու, ես հիմա կսեմ ինչու։ Ինչու։ Արեստը մարդուն աղքատություն է կհան է, ուրիշի կարոտ չներ։ Պալանչությունն էլ արեստ է և շատ աղեք արեստ է։ Հələ հարցու թե ինչու։ Ինչու Գրիգոր աղա։ Նոր համար, որ գործդ մարդու հետ չէ, իշու հետ է։ Ինչու ագրաներդ պասիր գծից աղիս, իշու անունս էցիր։ Դու ինչ կարծես, թե այս գործը դյուրին գործ է։ Ամեն արհեստ իր կաղնիկն ունի։ Ունի Գրիգոր աղա։ Այ այդ կաղնիկը պիտի սորվիս։ Կսորվեմ Գրիգոր աղա, փանմը չէ։ Դոյ մեզ մի խոսիր, փանմը չէ։ Դու փանմը չես։ Ֆրունզիկ Մկրտչյանը, Մեհեր Մկրտչյանը բոլոր ֆիլմերում էլ մեծ է, բոլոր, բայց Հենրիկ Մալյանի ֆիլմերում բոլորովին այլ երանգավորում ունի։ Ես չգիտեմ ինչով բացատրել, բայց գիտեմ, որ նա Մալյանին ոչ միայն ընդունում էր, այլև երեխայի նման սիրում էր։ Գդրավ, թերը գդրավ, Մալյանի բոլոր ֆիլմերում Մեհեր Մկրտչյան դերասանի գիծը կա, ավելին ասեմ, Մալյանը խորհուրդ է տվել Արտաշես Հայարտյանին, որ մի շատ տաղանդավոր լենինականում դերասան կա, արտիստ կա, Մկրտչյան Ֆրունզիկը, որ նա նկարահանի պատվի համար ֆիլմում։ Մի փոքրիկ, շատ փոքրիկ էպիզոդ կա պատվի համարում։ Այնպես որ Մալյանը ոչ թե այդտեղից հասկսե Մալյանը դեռ նրան շատ վաղուց է ընտրել։ Ես առիթ եմ ունեցել դիտելու Պանյոլի Հասթուխի կինը և Գորկու հատակումը։ Հավատացնում եմ ձեզ, զարմանալ կարելի էր Մեհեր Մկրտչյան ռեժիսորի գործունեության վրա։ Եկեք այստեղ, այնտեղ ավերակներում դերասանը կախվել է։
Փչացրեց երգը։ Հիմար։ Թբիլիսի Զանգահարումա Ռեզո Չխեիձեն խնդրում էր նրան Դոն Կիխոտի Սերվանտեսի Դոն նկարահանվի եւ նա իմ ներկայությամբ հրաժարվեց այդ կերպարից։ Ահա նրա մեծությունը նաեւ դա է, որ նվիրում էր մի գործի, պիտի նվիրվեր մինչև վերջ։ Տաղանդավոր էր բոլոր հարցերում, եւ թատրոնում, եւ կինոյում, եւ կերպարվեստում, անգամ քանդակում, ապշելու էր քանդակում։ Իհարկե քանդակները չմնաց, մնացին իր արած նկարները, որտեղ ինչա չեմ էլ հիշում, բաժանում էր հաշվիցան։ Իշխան, մեջքս չես կսի։ Են մարդը սպասում է, ավակ։ Էր մարդը։ Քննիչն էլի։ Հա, անհարմար է։ Այտա, կսպասեիր իրիկունը մեր կնգան կասեին կլողացներ, էլի։ Ապրես, հետո լավ մարդ է։ Իշխան, լուրջ եմ ասում, այս տան համար մի կնիկ գտնենք, տնաշենը վերցեց ու մեռավ։ Շատ մեծ էր նրա ընկերության ոչ թե շատ ընկերներ ուներ, չէ, ինքը ուներ մի ընկեր, դա Ազատ Շերենցը, այ Ազատ Շերենցի միջոցով բացվում էր նրա ամբողջ մարդասիրության գաղափարը, նա բոլորի նկատմամբ էր այդպես, բայց խտացրած կերպարը Ազատ Շերենցն էր։ Երբ որ ասում են տխուր եւ ուրախ մարդը, դա հենց ինձ նախադասություն չի։ Իր մեջ հագնված էր տխուր եւ ուրախ մարդը։ Ուրախության մեջ կհանգած տեսներ տխուր երևույթներ, տխուր երևույթների մեջ կտեսներ ուրախ երևույթներ։ Էս էր, ուրիշ բան չկար։ Իր մեջ էր սա։ Իր զգացմունքների մեջ էր, իր հոգու մեջ էր, իր խեղճի մեջ էր։ Վերջին հաշվով իր ուրախության եւ տխրության մեջ էր։